Հատուկներով խաղում ենք Secret Santa։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ մենք հատուկներով խաղում ենք Secret Santa։ Իսկ ես ձեզ համար ինչպես միշտ վլոգ ունեմ։ Սկսում է Էվելինան ու Էվելինայի թոռնիկը Աննան էր։ Քանի որ Էվելինան ու Աննան շատ վաղուց են ընկերություն անում, Էվելինան շատ հատուկ նվեր էր ընտրել։ Օծանելիք, որի հետ կապված նրանք հիշողություն ունեն։ Իսկ Աննայի թոռնիկը Լյովն էր։ Լյովի համար Աննան ընտրել էր իր սիրելի հեղինակից գիրք։ Իսկ ահա Լյովի թոռնիկը Հայկն էր։ Հայկը մեզ ուշ միացավ, բայց նկարել են, որ նվերն ու ռեակցիան տեսնենք։ Այստեղ Արսենը Հայկի փոխարեն հանձնում է նվերը Էվելինային։ Էվելինան զարմանում է, որովհետև Հայկը բացիկում գրել էր տարածքի միակ վագրուհուն։ Ու նվիրել էր այս պայուսակը ու խնամքի բոքս։ Եկավ մեր ռեժիսորը Հովոյի թոռնիկը, ես եմ։ Հովոն պատմում է, որ մենք իրար վաղուց ենք ճանաչում ու մի հատ շատ սև հումոր է անում, որի շուրջ այսպես համախոհներով հավաքվում եւ գրկախառնվում ենք։ Ես նվեր եմ ստացել դրամապանակ եւ պայուսակ։ Իսկ իմ Սանտան երկրորդ անգամ Բորիսին ես նվիրել եմ այսպիսի վերնահագուստ, նա շատ ուրախացավ, շատ հավանեց, ինձ թվում է Բորիսի պահարանիկ ես արդեն ես եմ նվիրել։ Միանգամից հագավ ու անցանք իր թոռնիկին։ Բորիսի թոռնիկը Լիլիան է, Լիլիան նվեր է ստանում սև, իհարկե պայուսակ եւ դրամապանակ։ Իսկ Լիլիայի թոռնիկը Լիլիթն է։ Լիլիթը նվեր ստացավ այսպիսի շողշողուն տոնական պայուսակ։ Լիլիթը ասում է, որ իր թոռնիկը շատ ոճային է, դե գուշակեք, այո, Արսենն էր, Արսենը նվեր ստացավ էլի իհարկե ոճային պայուսակ։ Արդեն երկրորդ տարին է Արսենի թոռնիկը Մարտինն է, Մարտինը նվեր ստացավ այսպիսի գեղեցիկ վերնաշապիկ։ Իսկ Մարտինը միշտ շատ յուրահատուկ է ընտրում իր նվերները մեր ռեժիսորի համար, նա պատվիրել է ծաղրանկար, որտեղ կան իր նկարված ֆիլմերը։ Հիմա կասեք, բա Էլենն ու Մերին, իրենք չէին խաղացել, բայց կարողացան գալ մեր երեկոյին մասնակցել, շատ հավես անցավ, ապրեկո նայեցիք։